Քաղաքապետի պաշտոնը ներեգություն արտահայտությանը շպրտված է հրապարակի կենտրոնում եւ վերցնող չկա։ Կա այդ տղեն ժողովուրդ։ Մարդ, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ Մի քիչ քաղաքական էս բանից ուզում եմ հանգստանալ, ավելի լավ կլինի, տարիներ են բաները մի քիչ հանգստանալ է։ Արմենիա, Գյումրի, Իսլաբոդկա, Վագլավե Վարտանիկը будет жива։ Սկսված։ Ես ես հավատանեմ ոտքի կանգնեք։ Գյումրու ճակատագիրը վտանգված է։ 6 կուսակցություն 3 դաշինք են պայքարում Գյումրին կառավարելու համար։ Քարոզարշավը պաշտոնապես անցած շաբաթօրն է մեկնարկել, բայց գրքերը թեժ էին դրանից առաջ էլ։ Նախընտրական պայքարում երկու տաղի կարգախոսի կենացի ու պաթոսի պակաս չկա։ Ինչ ես քաղաքս։ Գյումրին լավ եղավ, ես լավ կլինեմ։ Ես ու Գյումրին լավ եղանք, դուք էլ լավ կլինեք։ Գյումրեցու թասիբը, Գյումրեցու ճիգյարը, նամուսը։ Քեզ պես հովիվ էր պետք, մեր այս անտեր հոտին։ Քաղաք, որին արժանի ես դու։ Ճիշտ քաղաք, ճիշտ Գյումրի։ Մեր Սարիկը մեր Ռուբան է։ Գացեք, որ փոխեք։ Գյումրու թիկունքին Այդ տղեն ծոք իմաս կանգնած է։ Անդրանիկյան կենը Ով ոտքի կկանգնեցնի Գյումրին, մրցում են մաքուր տեխնացուներն ու ուտելու մեջ մեղադրում միայն ուրիշներին։ Քաղաքակիր այլ լինելու է գյուբրեցու խոնար ծառան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իշխանազրկելն է։ 13 տարի քաղաքաղեկավարած նախկին հանրապետական ներկա անկուսակցականից մինչև վարչապետի լեն սրտով գյումրեցի խոսնակ ու անձամբ վարչապետ։ Դրանք Վարդանիկի գույքերն են։ Մեր եկել ենք, մեր գնալու ենք։ Ուդե ու Մարսե տգից է դուս կա։ Ես իմ գրբաններս կարած մտնելու եմ քաղաքապետարան։ Դրանք Միշիկի գույքերն են։ Բոլոր մեղքերը դուք հիշեք հենց քարոզարշավից առաջ։ Դրանք Ռոբիկի գույքերն են։ Հետ նահանջ չկա։ Եվ դրանք Սերժիկի գույքերն են։ Մեր զատնին անջատած է։ Թափանիվը արագացել է։ Հեղափոխության գնացքը շեղվեց ճանապարհից։ Էմիգրանտ ենք։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հաղթական ենք։ Մենք, այսինքն ժողովուրդը, Ուշադրություն դարձնող չկա։ թույլ չենք տալու, որպեսզի այդ 99-ից 2012 թվականների այդ կրիմինալը վերադառնա քաղաք։ Իսկական փառքը բարձրության մեջ չի, վեր լինես թե վար, անունի մեջ է։ Թեև ինձանից շատ ես բարձրացել, անունը դարձյալ կյանջ է մնացել, ես ներկևում էլ արծիվ եմ էլի։ Բոլորը նախկին են, ներկա չկա, հիմա ով է նախկին, ով է ներկա։ Մեկը մյուսին հիշեցնում արած չարածը, անցած ճանապարհն ու փոխած ճամբարը։ Չկա Նիկոլ Փաշինյան, չի լինի Հայաստանի Հանրապետություն։ Էլ դարանք նիկոլական, էլ դարանք զոմբիներ, էլ անեցքի տակ մնացինք։ Մենք այնտեղ չենք գնում ինչ որ մեկին սատարելու համար։ Լևոն Բարսեղյանի դեմ անձնական ոչինչ չունեմ։ Եվրաքվեն խռովել է ոմանց Անդորը։ Այս դաշինքի առանցքային կուսակցությունը Երևանում քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկերն է։ Երևանի սցենարը այստեղ չի կրկնվելու։ Սարի պես Գյումրու թիկունքին։ Սարիկ Մինասյանը 2021 թվականին համարել է, որ ով էլ գա իշխանության, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչը հղի է եղբայրասպանությամբ։ Համալրել է եղբայրասպանների կուսակցությունը եւ դարձել է եղբայրասպանների առաջին համար Գյումրեցու քվեով, այլ ոչ թե իշխանությունը զավթելով, զորբայությամբ։ Գյումրու բնակիչների ամենահուզող խնդիրը դա թափառողջների հարցն է։ Խոստանում են սարեր, բարեկեցիկ կյանք, 37-ամյա դոմիկներից ազատում, շների ստերջացում, խճաքար ու ասֆալտ, տուրիզմ, բիզնես, գործարան, Փարքի ճեմուղի ու անգամ ջրաշխար։ Չունիք, չէ, տաղավարներ են, բաներ են, ստեղ սկամեքի վրա նստելն են։ Տուրիզմը։ Տուրիզմով քաղաք չի պահվում։ Դոմիկները վերջ առաջ պիտի քաղաքից մակրվի։ Փարքի ճեմուղին Բիզնես մայրաքաղաք։ Քաղաքը պետք է լինի գործարան։ կկառուցվի ակվապարկ։ Անտեսված գյումրեցու սպասելիքները, սակայն, ավելի համեստ են, քարոզարշավից քարոզարշավ իրեն հիշող տեխնացուներից։ Բելարուսիայի մեր կապերը օգտագործելով Մենք այդ ամբողջը հաստատ ենող ենք։ Կան է 200 վատ հողից փողոց կա։ Ձերը փարք է։ Սվետաֆոր տնենք, ավտոբուս պիտի առնենք, ասֆալտապատենք։ Դադար խոստումներով գյումրեցիներին կերակրել հնարավոր չէ։ Մենք սաղ կարում ինչ կշնչենք, ինչ թոզ։ Կարող է ծեր դիվանին նստած մնալու կամ պարգած մնալու հետևանքն է սա։ Հենց փեդետ բրձավ էլի քսես էլի կուղարկեք։ կռիսանոց էր։
Առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են։ Մենք կարողացանք մաքրել այս ամբողջ տարածքը։ Պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն։ Եթե այստեղ ինքը պարտվում է, ուրեմն ինքը ամեն ինչ կորցնում է։ Դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում Սևբերդի դեմ։ Ամսի 30-ին չի բրծնում այդ կյանքը։ Գյումրու համար մարտը մարտի 30-ին է, սակայն դրանից հետո էլ կյանք կա, հիշեցնում են տեխնացուները Գյումրվա ֆոլկլորին դիմելով։ Ինչ բրտես չանաղը դենք ուկա գդալ այդ գյումրեցի, քսեն ինչ օրերել ես քո դեմը պետք է Աստված բերե անպայման։